Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անկարող է պետական շահերը սպասարկել։ Ամեն ամիս միլիոնավոր դոլարների կորուստ է կրում Հայաստանը։ Իսկ երբ ընդդիմադիրներին պատժելու հարցն է գալիս, ՔՊ իշխանությունը գերակտիվ է։ Ինչի մասին է խոսքը։ 2022 թվականի օգոստոսից հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հատվածում կասեցվել է։ Պատճառը քաղաքացի Աշակ Աշակյանն է, որը իր սեփական հողի համար պահանջում է ավելի բարձր փոխհատուցում պետությունից, իսկ գործադիրը չի համաձայնվում։ Հիմա բաց ենք թեման։ Երբ վերջին ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանին լրագրողները հարց տվեցին Աջափնյակի մետրոյի մասին, որի կառուցման ճանապարհին ՀՀԿ-ական նախկին падգամավոր Հարություն Փամբուկյանի առանձնատունն է, նա խրոխտ ասաց. Երակաշայի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ падգամավոր, չի ճանաչում, չգիտեմ, որևէ տեսակ անհատի ինչ-որ մի կուսակցության պատկանելություն կամ։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած Հանրապետություն կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է։ Կոռուպցիոն փաստ էր։ Առաջին լուսանկարում նշված անձնավորությունը նույն Աշակ Աշակյանն է, որը կանգնեցրել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքը, պետությունից պահանջելով ահռելի մեծ թվով փոխհատուցում։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Աշակ Աշակյանը Տիգրան Մեծ ջոկատի հրամանատարներից է։ Հանրապետություն կուսակցության երկարամյա ներկայացուցիչ, որի մտերիմ ազգականն էլ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն է Կարեն Հակոբյանը։ Երևանի փոխքաղաքապետը ևս Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է Սարգիս Մադաթյանը։ Այսինքն քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության համար միլիոնների վնաս պատճառող Աշակ Աշակյանը Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձրած կոալիցիոն գործընկեր կուսակցության ներկայացուցիչ է։ Երրորդ լուսանկարում վիճահարույց տարածքում ժամանակ է անցկացնում ՔՊ-ական падգամավոր Էդգար Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է։ Ազատամարտիկը մոտ 2000 քառակուսի մետրից 503 քառակուսի մետր տարածք չի տալիս պետությանը փոխհատուցմամբ։ Աշակ Աշակյանը իրեն պատկանող մոտ 2000 հեկտար հողատարածքից 503 քառակուսի մետր տարածքը հրաժարվում է տալ սիրելի պետությանը։ Տեղեկացնենք, որ 2018-ին Աշակ Աշակյանին իր հողատարածքից 203 քառակուսի մետր տարածք վերցնելու եւ միջպետական մայրուղի կառուցելու համար հանրային գերակաշահ ճանաչելու եղանակով որոշվել է տրամադրել 40.5 միլիոն դրամի փոխհատուցում։ Աշակյանը բողոքարկել է որոշումը, դատարանը կասեցրել է շինարարությունը։ Այս տարվա մայիսին Երևանի կառավարությունը նույն Աշակյանին առաջարկել է 5 անգամ ավել փոխհատուցում՝ 202 միլիոն դրամ։ Վերագնահատման արդյունքում, սակայն Աշակ Աշակյանը պահանջում է շուրջ 700 միլիոն դրամի փոխհատուցում, հիմնավորելով, թե իր հողատարածքը դառնալու է մայրուղունկից անհրապույր մի տարածք։ Մինչդեռ նա այդ հատվածում ունի նաև ինքնակամ զատված ու կանաչապատ հատված, որը ևս շարունակում է տնօրինել։ Փաշինյանն անկարող է լուծել խնդիրը։ Սակայն կառավարությունն իդեմս Նիկոլ Փաշինյանի անկարող են իրենց գործընկերոջը համոզել 503 քառակուսի մետր տարածքը 202 միլիոն դրամ կամ կես միլիոն դոլարից ավել փոխհատուցմամբ։ Ինչ կապ ունի Նայիրի Սարգսյանը այս ամենի հետ։ Նայիրի Սարգսյանը, քանի որ քաղաքային խնդիրներով բլոգեր է դարձել, այս թեմայով հրապարակումներ ունեցավ։ Ինչպես հայտնի է, Նայիրի Սարգսյանն աշխատում է GTB ընկերությունում, իսկ այդ ընկերության հիմնադիրը եւ շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսան է։ Ահա այն ենթադրյալ կոռուպցիոն շղթան, որը խափանում է Թրամփի ուղի կառուցելու հավակնություններն ունեցող Փաշինյանի իշխանության շինաշխատանքները՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու Երևանի Հադ թաղամասի հատվածը։